Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նրանք գալիս են։ Կինը հաց էր թխում, երբ պատուհանից դուրս նայելով տեսավ, որ քրիստոնյաներին հալածողները գալիս են դեպի իր տունը։ Նրանք հետախուզելու էին ողջ տունը, վերցնելու էին աստվածաշունչները, երգարանները և այրելու էին։ Բաց արա, անմիջապես դուռը բաց արա։ Ինչ պետք է կինն անի։ Նա արագ վերցրեց աստվածաշունչը, որն իր սիրելի գիրքն է, փաթաթեց հացի խմորի մեջ և դրեց ջեռոցը։ Ապա շտապելով բացեց դուռը և սկսեց դիտել, թե ինչպես էին մարդիկ բացում պահարանները և դարակները, աչքի անցկացնում իր ողջ ունեցվածքը։ Ինչպիսի խառնաշփոթ։ Սակայն նրանք ոչինչ չգտան, բարձրաձայն ծաղրեցին նրան և դուռը ամուր հարվածելով փակեցին։ Երբ ամեն բան լուռ էր, կինը ջեռոցից դուրս հանեց թխված հացը։ Միջից հանեց աստվածաշունչը, գիրքն ամբողջությամբ անվնաս էր։ Իր երկրում աստվածաշունչ ունենալն արգելված էր, սակայն նա ավելի հնազանդվում էր Աստծուն, քան մարդկանց, և գաղտնի կարդում էր Աստծո խոսքը։ Սա նրան ամեն օր նոր ուժ և քաջություն էր տալիս։ Տիրոջ կանոնները ուղիղ են, սիրտ են ուրախացնում։ Տիրոջ հրամանը մաքուր է, աչքին լույս է տալիս։ Տիրոջ երկյուղը սուրբ է, հավիտյան է մնում։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ ու միանգամայն արդար են։ Դրանք ոսկուց, իրոք շատ փորձված ոսկուց ավելի ցանկալի են, մեղրից ու մեղրախորսխից ավելի քաղցր։ Քո ծառան դրանցով է խրատվում, ու դրանք պահելու վարձը շատ է։ Սաղմոս 19:8-11։ Տանն արդյոք աստվածաշունչ ունես։ Թույլ մի տուր, որ պահարանիդ վրա դրված փոշի հավաքվի վրան։ Կարդա այն և ուրախացիր նրանով, թե ինչ է քեզ ասում Աստված։ Իսկ եթե չունես աստվածաշունչ, ապա մեզ տեղյակ պահիր։ Միգուցե աստվածաշունչը քեզ համար նույնպես ամենահարազատ գիրքը կդառնա։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ haypocric@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։